Հայաստանի Հանրապետության վարչապետ Գեորգ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության պետական այրեր, Տեր Տարոք Խանա, իմ շատ սիրելի ժողովուրդ և իմ նահար եղբայրերի ծնողներ, հյուրեր և եղբայրեր, ինձ համար մեծ պատիվ է այսօր միասնաբար այստեղ լինելու և աղոթք բարձրացնելու։ Հանուն Հոր և Հոգու և Հոգու Սրբով ամեն։ Մեր Տերն ասում է Ղուկասի ավետարանի մեջ. վեր կաց և քայլիր, սիրելի հավատացյալ հյուրեր և եղբայրներ, փառք Տիրոջ, որ այսօր ևս երբ Հիսուս Քրիստոսը Սուրբ եկեղեցին համախմբվել է Սուրբ Պատարագի խորհրդի շուրջ, Աստված ավետարանի միջոցով մեզ վերստին խոսք է ասում։ Եվ ըստ այդմ Տեր Հիսուս Քրիստոս աշակերտների հետ գալիս է Կապառնայում մի քաղաք, և արդեն լճի եզերքին ժողովուրդը հիմալում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին և խնդրում է մեր Տիրոջը Հիսուսին, որ գա և օգնի Հայրոսի աղջկան։ Նա ինքը Հայրն է խնդրում։ Նա մոտենում է և ասում է, որ իր 12-ամյա աղջիկը մահամերձ հիվանդ է, և մինչ Հայրը քայլում էր մտքերով, քայլում էր հույսով լցված, քայլում էր հավատով լցված, սպասումով, որ ահա մեր Տիրոջը պիտի իր խնդրանքը ներկայացնի, ասի, որ օգնի ինձ, օգնի իմ աղջկան, օգնի իմ ընտանիքը, օգնի, որպեսզի ապրեմ ես, օգնի, որպեսզի ես հույս ունենամ ապրելու։ Եվ այս ճիշտ այդ պահին, այդ զգացումների, այդ մտորումների մեջ մոտենում են Հայրոսին և ասում են. աղջիկը մահացավ։ Այլևս մի անհանգստացրա վարդապետի, և նայեցեք Հայրը, ընտանիքի Հայրը, ընտանիքի գլուխը, որ հույսով է լցված, որ զգացումով է լցված, որ մեծ կամքով է լցված, մեկ վայրկյան կանգնում է, մեկ վայրկյան կանգնում է, թվում է, թե արդեն ամեն ինչ սկսում է ավարտվել հենց այդ պահին, սակայն իրականության մեջ, սիրելիներ, Աստված գործում է հենց այն ժամանակ, երբ մարդը այլևս դուրս է գալիս ինքնաբավությունից և տեղ է բացում Տիրոջ ամենազոր սիրո զորության դիմաց։ Ահա այդ ծանր իրադարձության մեջ մեր Տերն ասաց. մի վախեցիր, միայն հավատա և աղջիկը կապրի։ Ահա Հիսուսը գնում է Հայրոսի տուն, գիտեք, Հայրոսի համար կյանքի ամենածանր քայլերն են եղել։ Մի կողմից լուր ուներ, որ այլևս իր զավակը չկար, իսկ մյուս կողմից քայլում էր իր հույսը, իր միակ հույսը, որ ահա կյանքի պիտի բերի իր զավակին, ահա իր ընտանիքը նորից պիտի ուրախացնի։ Եվ ահա սիրելիներ, այնտեղ, երբ որ հասան Հայրոսի տունը, կային բազմաթիվ մարդիկ, ովքեր որ արդեն իսկ արտասվում էին այդ փոքրիկ երեխայի համար, արտասվում էին այդ մարդու համար, այդ աղջնակի համար։ Եվ ավետարանն ասում է, լացուոց էին անում աղջկա դիակի վրա, և նրանց ասում է, որ լաց մի եղեք, քանի որ աղջիկը մեռած չէ։ Ավետարանն ասում է, որ այդ խոսքերը, երբ մեր Տերն ասաց, շատերը Հիսուսին ծաղրեցին։ Այսօր այս իրականությունը շատ նման է մեր այսօրվա իրականությանը, երբ որ մարդը ասում է ճշմարտություն, շատերը ծաղրում են, շատերը թերահավատ են մոտենում, շատերը ասում են, որ իզուր է, իմաստ չունի, որովհետև արդեն մեռած է, էլ մեռածին ինչ կյանք տալ, էլ մեռածի հետ ինչ խոսել, ինչ ասել,
որպեսզի վերականգնվի, բայց դες սիրելի եղբայրներ Քրիստոս, մեր Տերը լսելով այդ ամենը, շարունակում է իր ճանապարհը, իր համեստ ընթացքը լուռ կերպով, բայց հաստատուն կերպով։ Բոլորին չէ, որ մեր Տերը ասում է թող մտնեն այդ աղջամոտ, այլ դուրս է անում։ Իր հետ տանում է 3 աշակերտներին՝ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, և անշուշտ նաև ծնողներին այդ աղջկա։ Ինչու ծնողներին, որովհետև նրանք լցված էին հավատով, նրանք լցված էին հույսով, նրանք լցված էին հուզմունքով, սպասումով, որ ահա իրենց զավակը նորից կյանք ունենա, նորից երջանկությունը վերադառնա իրենց ընտանիքը, երջանկությունը վերադառնա իրենց համայնքը, և երբ որ մեր Տերը դուրս հանեց բոլորին, գնում է աղջկա ողքը կանգնում է, բռնում է նրա ձեռքը և ասում է. աղջիկ, քեզ եմ ասում, վեր կաց և կանգնիր, և աղջիկը հարություն է անում։ Եվ ահա սիրելիներ, այսօր մենք ևս կանգնած ենք այդպիսի մի ճամփաբաժնի վրա, որտեղ որ մենք կամ հավատում ենք մեր ուժերին, կամ հավատում ենք մեր ընթացքին, կամ հավատում ենք մեր գործին, մեր Աստծուն, մեր աղոթքին, մեր ժողովրդի ձայնին, և Տիրոջ հետ միասին քայլում ենք առաջ, և վստահում ենք Տիրոջը, ասելով որ այո Տեր, դու ես կյանք տվողը, մենք պարզապես այս պահին քո ձեռքին այն գործիքներն են, որով որ պետք է մենք առաջնորդվես, պետք է դու քայլ անես և մենք պատրաստ ենք այդ քայլը իրականություն դարձնողները, և ես հավատում եմ և ես վստահ եմ, որ Աստված հարություն դիտա մեր սպասումներին, մեր հույզերին, մեր մտորումներին, մեր Տերը անարձակական վստահ եմ չի թողնելու։ Եվ Հիսուսը իր երկնային կյանքի ընթացքում սիրելիներ շատ բժշկություններ արեց, Աստվածաշունչը լի է սիրելի քրիստոնյաներ, բազմաթիվ հրաշքներով, բայց մեր Տերը ոչ միայն բժշկություններ արեց, այլ իր երկնային կյանքի ընթացքում հարություն տվեց նաև 3 մարդկանց, 3 ամենատարբեր մարդկանց, և սա մեզ ինչ օրինակ է։ Օրինակ է սիրելիներ, որ մենք երբեք չհուսահատվենք, երբեք չհուսալքվենք, այլ խաղաղ, այլ հանդարտ, պարզ սրտով քայլենք մեր հավատքի, քայլենք մեր հույսի, քայլենք մեր Տիրոջ գծած ճանապարհով և իր շարքով։ Եվ ահա սիրելի հավատացյալներ, մի առակ ևս կա, որտեղ որ պատմությունն ասում է ժանդախ հիվանդությունը անցնում է գյուղի կողքով և մի մարդ հարցնում է, ուր ես գնում։ Ասում է պետք է գնամ կողքի գյուղ, այնտեղ 100 հոգի պետք է վարակվեն այդ հիվանդությամբ։ Եվ մի քանի օր հետո, երբ որ այդ ժանդախը հետ է վերադառնում նույն ճանապարհով, այս մարդը հարցնում է, բայց չէ որ դու ասեցի 100 հոգի, իսկ այնտեղ մի քանի 100 հոգի մահաց, ինչու։ Եվ գիտեք ինչ է պատասխանում ժանդախը, ասելով դա վախ է, նրանք վախեցան և այդ վախից մահացան։ Ոչ թե որ նրանք հիվանդ էին, ոչ թե որ նրանք տկար էին, այլ պարզապես սիրելի քրիստոնյաներ, նրանք վախեցան և ահա վախը երբեմն մեզ բերում է և կանգնեցնում է ամենաանելանելի ճանապարհի առաջ, մահվան առաջ, բայց մի վախեցեք մահվանից, ինչպես որ մեր Տերն ասում է, երբ մեղքը, չարիքորդություններն ու գայթակղությունները փոթորկում են և հարուցում են մեր մեջ, մեր սեփական մտքերն ու վախերը դիզում են իրար վրա, մեզ խեղդելու աստիճանով, և մենք անհանգիստ նավի նման, անառակաց նավի նման, անվերք նավի նման, տարուբերվում ենք առաջին ամենավտանգավոր զգացումը, որ գալիս է սիրելիներ, վախն է, մարդը վախից դառնում է հուսահատ և ընկնում է այդ մեծ մեղքի մեջ, հուսահատության մեջ,
ամեն րոպե մահվան վտանգի տակ է կանգնած, անօգնական, սեփական ուժերին չհավատացող մարդ։ Եվ այսօր սիրելի քրիստոնյաներ, մենք հավատում ենք նաև մեր սեփական ուժերին, որովհետև պետք չի փրկել այստեղից կամ այնտեղից, այս ձևով կամ այն ձևով, որովհետև մենք նաև ամենազոր մարդկանցից մեկն ենք։ Եվ մենք կարող ենք ասել ճանապարհ, եւ ավելին ասել, մենք կարող ենք կերտել ճանապարհ։ Եվ այդ մեր կերտած ճանապարհով պետք է սերունդներ ասել, այո ճանապարհ կերտելը շատ դժվար է։ Ճանապարհ հարթելը շատ դժվար է։ Երբեմն ավելի հեշտ է ասել ուրիշի գծած ճանապարհով։ Շատ հեշտ է։ Եվ քննադատել, եւ բողոքել, եւ գախանալ, բայց հա քո գծած ճանապարհը չէ, դա ուրիշի գծած ճանապարհն է։ Դա ուրիշի մտքերն են, ուրիշի հույզերն են, ուրիշի զգացմունքներն են, դա մերը չէ։ Եվ մենք անելու ենք գծել մեր կյանքի ճանապարհը, գծել մեր հավատքի ճանապարհը, գծել մեր արդարության ճանապարհը, սիրելի քրիստոնյաներ, որը նաև գիտակցելով, որ լի է դժվարություններով, լի է նեղություններով, բայց գիտեք ինչի ասում մեր Տերը, ասում է մի վախեցիր, այլ միայն հավատա։ Այս խոսքերը հայրոցը, աղջկահայրը լսեց, բայց իր աղջիկը դեռ համացած էր, լսեց ու հավատաց։ Եվ գիտեք ինչ եղավ, հարություն եղավ, կյանք եղավ, ուրախություն եղավ, զարթոնք եղավ, ճանապարհ եղավ, անցնելու ճանապարհ, նոր ճանապարհ, որ լցված էր լինելու սիրելիներ, հույսով, հավատքով, ապրումներով, եւ մեր Տերը մեզ ասում է՝ մի վախեցի, այլ հավատա։ Եվ նաեւ մեր մարգարեն Սուրբ Դավիթը, որ իր Սաղմոսների մեջ աղաղակում է և ասում է. նեղության ժամանակ ես Տիրոջը կանչեցի, նա լսեց ինձ ու հանդարտության առաջնորդեց։ Տերը իմ օգնականն է և ես չեմ երկնշի, և ինձ հրեցին, ես սասանվեցի և մոտ էի գլորվելու, բայց Տերը բռնեց ինձ, իմ զորությունն ու օգնություն է Տերը, նա փրկություն եղավ ինձ համար, ասում է Սաղմոսերում։ Մարդկային փորձառության մեջ ամենամեծ վախը մահվան մասին է, ամենամեծ վախը ձախողումի մասին է, հեշտ է քայլ չանել, վախենալ ձախողելուց, հեշտ է։ Բայց այսօր մենք այստեղ ենք նաև սիրելիներ, նաև քայլ անելու համար, քայլ անելու դեպի մեր հավատքը, քայլ անելու դեպի մեր երկրի վաղվա խաղաղ լուսավորվածը, որ նաև կերտել են մեր զավակները և սիրելիներ, երբ մենք մահվան սպառնալիքի մեջ ենք, փորձության մեջ, հիվանդության մեջ, հուսահատության մեջ, Տերը հիշեք, անտարբեր չէ, Տերը դիտորդ չէ, այլ Տերը չի շատում, չի աճապարում, սակայն և նաև մեր Տերը չի ուշանում և չի ժամանակի, իր օգնությունն է առաջարկում, քրիստոնեական հավատքի հրաշքը վկայությունն է այն մասին, որ Քրիստոսով մահը փոխակերպեց հարության, հուսահատությունը փոխակերպեց հավատի, վախը փոխակերպեց վստահության, հիվանդությունը փոխակերպեց առողջության։ Սիրելիներ, այսօր մեր անձնական և հայրենական հավաքական կյանքում Սուրբ Ավետարանի միջոցով մեր Տեր Հիսուսը մեզ պատգամում է չվախենալ և հավատալ իրեն, չվախենալ և վստահել իրեն, չվախենալ և հետևել իրեն։ Սուրբ Պատարագի այսօրը, երբ ամենքս մեկնված ենք, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի առաջ, առաջին և մեծագույն աղոթքը մեր նահատակ և հայրերի ու քույրերի համար, մայրերի և զավակների համար, մենք խնդրում ենք, որ մեր Տերը իր լույս օթևաններում բնակեցնի նրանց հոգիները և Սուրբ Հոգով մխիթարի նաև նրանց ընտանիքները։ Եվ սիրելի ծնողներ, նահատակ և հայրերի,
Աստված ասում է, քանզի մարդու համար չկա ավելի մեծ սեր, երբ մեր կյանքը տալիս է իր բարեկամի համար։ Եվ ավետարանն ասում է, սիրել ընկերոջը քո անձի պես։ Գիտեք, մեր եղբայրները այդպես են արեցին այդ նույն խոսքը կատարեցին Աստծո կամքը, եւ նրանք սիրելիներ իրենց ծերը կան հավիտենական կյանքում։ Եվ մեր Տերը ինչ է ասում։ Հիշեցեք այս պահին, հիշեցեք Քրիստոսի խոսքը, որ ասում է հարություն, որ ասում է վերջած քեզ եմ ասում։ Եվ մեր հավատքը, մեր դավարանքը մեզ ասում է, որ բոլորս ենք հարություն արել, բոլոր իրեն հավատացողները, որպեսզի ինչ լինի, մեր Տերը Հովանու ավետարանի մեջ ասում է, բոլորը այն հարություն կարել են, ոմանք ժառանգելու համար հավիտենական կյանքը։ Եվ դա է ավելացնում է, գիտեք, ասում է, ոմանք էլ հարություն կարել են, ժառանգելու համար հավիտենական տանջանք։ Անցող տարիները մեր հայրենիքի համար սիրելի եղբայրներ, ցնցումների, տատանումների ու փորձությունների շրջան եղավ։ Նույնիսկ մահվան ու վերջնական կորստյան վտանգի աստիճան։ Բայց հենց այսօր կարող ենք վկայել, որ Աստված մեզ բոլորիս, որպես մեր ազգ, մեր եկեղեցի, մեր հոգևոր ընտանիք, մեր սրբազան հայրենիքը ասում է, վերջաց, կանգնիր և մի վախեցիր, ես քեզ հետ եմ, այժմ և միշտ և հավիտյանս։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։